Արևելքի արտագով բարևձեզ, ես Սակո Արյանն եմ, շարունակենք անգեղծ զրույցներու մեր շարքը, այսօր մեր հյուրը Հարություն Մկրտչյանն է, քաղաքագետ, բարի եկած պարոն Մկրտչյան։ Մեր հանրույթը առնվազն չիմացավ, թե ինչ պայմաններու տակ Հարություն Մկրտչյանը հերացավ Հանրապետություն գուսակցութենեն եւ գարձեք ինչ որ մերցեցում գացեր եւ հանուն Հանրապետություն գուսակցության միջև առնվազն դեսանելի Տաշտին մեջ ինչպես կմեկնաբանեք այս move-ը, ասեմ կամ քայլը առնվազն։ Շնորհակալ եմ հրավերի համար, Հարություն Մկրտչյանը երբեք չի եղել Հանրապետություն գուսակցության անդամ եւ Հարություն Մկրտչյանը հիմա էլ շարունակում է մնալ անկուսակցական։ Հանրապետություն կուսակցության ցուցակով վաղաշաբաթ խոշորացված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին եմ մասնակցել, գլխավորել եմ այդ ցուցակը։ Ինքս 3 անգամ հայտարարել եմ միջև վաղաշաբաթի ընտրությունները, որ չեմ պատրաստվում մասնակցել ընտրություններին, սակայն Գյումրի 2 սցենարի հավանական տարբերակի կանխումը ինձ ստիպեց եւ նաեւ Հանրապետություն կուսակցության նախագահի բազմաթիվ հորդոր խնդրանքները ստիպեցին մասնակցելու այդ ընտրություններին, քաղաքական process-եր, ճանապարհեր անցանք այդպիսով։ Իմ խնդիրը քաղաքական դաշտի խաղացողների հետ կայանում է նրանում, որ առնվազն արևմտյան կողմնորոշում ունեցող Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը գնահատող, որևէ պարագայում սակարկման առարկա չդարձնող քաղաքական ուժերը պետք է միավորվեն եւ միավորված ճակատով այլընտրանք իբրև հանդես գան ու ներկայանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ինչու որովհետև նրանցից շատերը առանձին ընտրությունների գնալու պարագայում ես կարծում եմ վերածվելու են ընտրական փոշու։ Հերթական անգամ կամ գնալու են բաց ճակատով հարված են պատին եւ կուլմինացիան լինի քաղաքացիական պայմանագրի համակիրներից ավելի շուտ շտապել քաղաքացիական պայմանագրի գրասենյակ շնորհավորելու քաղաքացիական պայմանագրին հաղթանակի կապակցությամբ։ Ես այս պատկերի հետ հաշտ չեմ, ես այս հնարավոր սցենարի հետ հաշտ չեմ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ շփումները ինձ ցույց են տալիս, շատ քաղաքացիների հետ շփումները ցույց են տալիս, որ ժողովուրդը ընտրությունների գնում է իրական հնարավորությունները չափելով քաղաքական ուժերի։ Իսկ այդ հնարավորությունների մեջ առողջ քաղաքական ուժերը մրցակցային չեն մեղմ ասած։ Իրենց ունեցած ռեսուրսներով, միջոցներով, կադրային բանկով, այդ թվում նաև։ Տեսեք, հիմա քաղաքական դաշտում կան ուժեր, որ հայտ են ներկայացնում 2026 թվականի ընտրությունների միայնակ իշխանություն վերցնելու։ Կամ նրանցից շատերը ասում են իշխանություն, եթե չվերցնենք, առնվազն կոալիցիոն իշխանություն կվերցնենք։ Դուք ինքներդ իբրև լրագրողական հանրույթի մաս հարց ուղեք նրանց։ Քանի նախարարի անուն կարող են իրենք տալ հենց վաղը։ Քանի փոխնախարարի պոտենցիալ անուն կարող են տալ հենց վաղը։ Քանի մարզպետի եւ ոլորտային մասնագետների անուն կարող են տալ հենց վաղը։ Նրանցից շատերը, այսինքն կադրային սով են ապրում։ Կադրեր չունեն առաջադրելու, բայց վերամբարձ հայտարարություններ են անում, վերամբարձ հայտարարություններ են հնչեցնում։ Ախր այդպես չի։ Ուղղակի այդպես չի։ Եվ հատկապես այս կոնֆիգուրացիայի պայմաններում ներքաղաքական դաշտի, երբ որ 5-րդ շարասյունը մի ողջ մեքենա է աշխատում ընդդեմ օրվա իշխանությունների եւ նպատակը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ անկախության նվազեցումն է, եթե չասենք զոհաբերումն է Ռուսաստանի Դաշնությանը, մենք տեսնում ենք, որ այս իրավիճակում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն մեծ ընտրության հնարավորություն չի տրվում։ Կամ քաղաքացին գնում ընտրում է քաղաքացիական պայմանագրին իբրև չայրած փոքրագույն, սա ճակերտներում, եւ թող չվիրավորվեն քաղաքացիական պայմանագրի մեր ընկերները, կամ գնում եւ ձայնա տալիս 5-րդ Շարասյանը։ Կամ լինում են քաղաքացիներ, որ ձայն են տալիս առանձին մասնակցող քաղաքական ուժերին, կուսակցություններին,
որոնք իրենց հերթին քաղաքացիների քվեն փոշի են դարձնում, որովհետև ուղղակի անցողիկ շեմը չեն կարողանալու հաղթահարել։ Դա տեղի է ունեցել 2021 թվականին, դա տեղի է ունեցել շատերի դեպքում տեղի է ունեցել 2019 թվականին, դա տեղի է ունենալու 2026 թվականին։ Հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացիները թող ես մի առիթով ասել եմ, հիմա էլ պնդում եմ, քաղաքացիները թող իրենց քաղաքացիական դիրքերից ճնշում գործադրեն քաղաքական ուժերի եւ նրանց առաջնորդների նկատմամբ։ Կամ կաշխատի այդ ճնշումը եւ տուրք կտան նրանք քաղաքացիների այդ ճնշմանը եւ բևեր առանցք կձևավորեն, որը հայտ կներկայացնի առնվազն խորհրդարանում ընդդիմափոխության համար, կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ազատեն եւ 2026 թվականի ընտրություններին նրանցից շատերին պետք է ուղարկեն ուղղակի թոշակի։ Նրանցից շատերը ուղղակի պետք է չզբաղվեն քաղաքականությամբ։ Նրանցից շատերը ուղղակի պետք է արևմտամետ եւ անկախամետ անկախության կողմնակից քաղաքական ուժերի այդ դաշտում ականի դեր չստանձնեն եւ դաշտը չպարակտեն։ Հիմա այս համատեքստում ես առայժմ չունեմ որոշում որևէ քաղաքական ուժի հետ ընտրությունների գնալու, կրկնում եմ, առայժմ չունեմ, եթե ստացվի լայն կոնսոլիդացիա եւ լայն ճակատով ընտրություններին մասնակցելու, ես այդ ճակատի մեջ ինձ կտեսնեմ, ես այդտեղ կտեղավորվեմ, ես այդտեղից նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կխնդրեմ ու կհորդորեմ քվեարկել այդ շրջանակի օգտին։ Եթե չստացվի, ես ուղղակի կողքից դիտորդի դերը ինձ կվերապահեմ եւ ինչու ոչ նաեւ քաղաքացիական իմ դիրքերից իմ տեսակետներով կկիսվեմ եւ ստիպված կլինեմ Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքացիների նման ընտրել չարի եւ չարյաց փոքրագույնի միջև։ Եվ այդտեղ քաղաքացիական պայմանագիրը միանշանակ ինձ մոտ ֆավորիտ է։ Կամ 5-րդ շարասյուն, կամ քաղաքացիական պայմանագիր, այս ընտրության առաջ եմ ես ինքս կանգնելու, եթե որևէ այդպիսի առանցք չձևավորվի, եթե որևէ կոնսոլիդացիոն խումբ չձևավորվի եւ մենք չկարողանանք քաղաքացիներին հորդորել, տանը նստած քաղաքացիներին, հիասթափված քաղաքացիներին, այս ամեն ինչից զզված քաղաքացիներին, որ իրավամբ զզվել են, եթե չկարողանանք նրանց մեջ հավատն արտնասնել եւ խնդրել, որպեսզի գնան ընտրատեղամասեր եւ քվեարկեն մեր օգտին առաջին հերթին կրկնում եմ ընդդիմափոխության համար, որովհետեւ խորհրդարանը 2021 թվականի ձևավորված խորհրդարանում չենք ունեցել ընդդիմություն։ Եվ երբեմն երբ որ մարդիկ բողոքում են իշխանության ապաշնորհության կամ իշխանության թերացումների վերաբերյալ բողոքներ են արտահայտում, դա հետևանքն է վատ ընդդիմության։ Վատ ընդդիմության հետևանքը վատ իշխանություն է կամ թերի իշխանություն է։ Ես ինքս ունեմ բազմաթիվ հակասություններ եւ տարակարծություններ քաղաքացիական պայմանագրի հետ։ Բայց դրանք հիմնականում ներքաղաքական են։ Արտաքին քաղաքական դաշտում իմ դիրքորոշումներն էլ էլի տարբերվում են քաղաքացիական պայմանագրի եւ հագաթիր չեն դիրքորոշումների հետ, բայց ընդհակառակը իմ դիրքորոշումներում ես ավելի ռադիկալ եմ։ Հայաստանի Հանրապետությունը պետք է հայտ ներկայացնի Եվրամիության անդամակցության համար։ Հայաստանի Հանրապետությունը պետք է օր առաջ, վայրկյան առաջ դուրս գա ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից։ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները պետք է վերաիմաստավորվեն, ոչ թե խզվեն, վերաիմաստավորվեն, վերաֆորմատավորվեն։ Այս համատեքստում ես ասելիք ունեմ եւ օրվա իշխանությունների հետ նաեւ ինչ որ առումով բանավեճ ունեմ։ Ներքաղաքական առումով ինչքան գողփիսով քաչալ շուն կա շուրջ բոլորներս պատտվում է։ Թալանված միջոցները քաղաքական նպատակների համար ծառայեցվում է։ Քոչարյանի քաղաքական մեհիդը այդպես էլ չի փռվել։ Այդ մուրճը իբրև արդարադատության սիմվոլ եւ պողպատե մանդատը, որ մենք տրամադրել ենք Նիկոլ Փաշինյանին, այդպես էլ չի գործել կամ շատ թերի է գործել։ Այստեղ ես ունեմ տարակարծություններ։ Մարտի 1-ի գործը շարունակում է
չբացահայտված մնալ եւ որևէ մեկը միջև այս պահը չի պատժվել։ Հոկտեմբերի 27-ի առեղծվածային գործն է շարունակում փակված մնալ։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Կտրիչ Ներսիսյանի ընտրության հարցը պետքա վերաբացվի եւ հասկանանք, այդ ում թեթև ձեռքով, այդ ում օգնությամբ, միջնորդությամբ եւ աջակցությամբ Կտրիչ Ներսիսյանն ընտրվեց ամենայն հայոց կաթողիկոս։ Սրանք հարցեր են։ Ասոնք տաբուներ չեն։ Գիտեք, ես համախոհ եմ քաղաքացիական պայմանագրի հետ տաբուներ կոտրելու հարցում եւ ինքս էլ իրենց հետ միասին առանձին դեպքերում դրոշակագիրն եմ դառնում տաբուներ կոտրելու հարցում։ Մեր մեջ կան տաբուներ, որ պետքա կոտրվեն։ Ինչու՞ չեք միանար քաղաքացիական պայմանագրին։ Քաղաքացիական պայմանագիրը իր ցուցակն է կազմել, ես անկեղծ ասած զերծ կմնամ այդ հարցին պատասխանել։ Քաղաքացիական պայմանագիրը արդեն իսկ իր ցուցակը կազմել է, իր ցուցակը ունի։ Ես ինչ որ առումով քաղաքացիական պայմանագրին միանալ, չմիանալը չեմ կարող ասել, բայց Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության գծին միացել եմ եւ սատար եմ կանգնում։ Նիկոլ Փաշինյանի պողպատե մանդատին աջակից եղել եմ, հիասթափվել եմ, այո, որովհետեւ մանդատը չի կիրառվել եւ այդ մուրճը չի կիրառվել, բայց նաեւ շարունակում եմ այդ գաղափարների կարողը լինել 2018 թվականի հեղափոխության նպատակների կարողը լինել եւ ամեն ինչ անելու եմ կլինի քաղաքացիական պայմանագիրը թե մեկ այլ իշխանություն առողջ ժողովրդից ծնված իշխանություն ամեն ինչ անելու եմ որպեսզի այդ հարցերը կարգավորվեն։ Գիտեք, բան Մկրտչյան, այս թեմայով մի քանի հարցեր դված եմ ես իմ հյուրերուս, ինչ է խորհուրդը, քաղնիկը, որ այս արևմտամետ եթե գոչենք, հուսամ չեմ վիրավորվիր այս գոչումով, ժխտական իմաստով չեմ ասեր, այդ քիզին հավատացող մարդիկ, տասնյակ գործիչներ կան այսօր մեր շուրջ, անուններ, վերլուծական թաշտի, կամ հասարակության հետ կապ ունեցող անուններ, սակայն ինչ է խորհուրդը, որ այս մարդիկ քովի քալու լուրջ խնդիր ունին։ Օրինակ, ես շատ լավ գիշեմ, դուք նաև մաս կգազմեիք այն եվրոինտեգրման ծրագրին, որ քվեա Եվրադաշինք այո, եւ հաջող ցուցիկ։ Բայց այսօր որ ի վերջո արդյոք իշխանությունները կխանգարեն անգերձ ասած, ինչ որ դեղ կա այդպիսի բան, դե իշխանություններուն համար մեկ է, դուք եղեր եք, չեք եղած, դուք ընտագարակը գրնակ գլխուցավ դառնալ աբակային։ Ամեն մեկը իր մասով պետքա ձեր հնչեցրած հարցերին ունենա պատասխան։ Ամեն մեկն իր մասով։ Ես չգիտեմ, օրինակ, քաղաքական ուժերից մի քանիսը հրահանգավորվում են կոնկրետ վարչապետի աշխատակազմի կողմից կամ, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանի կողմից կամ առնվազն քաղաքական կոնսուլտացիաներ ունենում են նրա հետ ներքաղաքական դաշտում դիրքավորվելու հարցում, թե ոչ։ Անկեղծորեն չգիտեմ, բայց ես գիտեմ մի բան, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հիասթափված են, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները փնտրում են այլընտրանք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները աներկբայորեն պահանջում են միասնություն։ Ինչի չեն միանում, շատ տարբեր կարող են լինել պատճառներ։ Օրինակ, կուսակցապետերի մեծ մասը տուրք է տալիս իր միջին եւ ստորին օղակներում գտնվող կուսակցականների հորդորներին։ Ասեմ ավելին, այդ կուսակցականները կտրում են իրեն իրականությունից եւ այլ կեղծ իրականության մեջ են իրեն դնում կամ իրենց դնում։ Ու հերթական անգամ քաղաքական ուժերի փորձված առաջնորդները, նրանց շատերը փորձ ունեն։ Փորձված առաջնորդները գնում են տապալման։ Էլի պետք է անկեղծ լինեն յուրաքանչյուրը յուրաքանչյուրի հետ, թե կուսակցությունները կուսակցության ներսում ներքին քննարկումների ժամանակ, թե նաև առհասարակ կուսակցապետերը հանրության հետ։ Որն է նպատակը, ես չգիտեմ։ Ամեն մեկը իրեն իր կոստյումի մեջ պատկերացնում է Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետ։ Ամեն մեկի կարծիքով ինքն ավելի ճիշտ է, քան մյուսները։ Ամեն մեկը հույսը դրել է ինչ-որ ռեսուրսների եւ հնարավորությունների վրա, որոնք ուղղակի այսօր Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի իրողություններից հետո իրական չեն եւ շատ խաբուսիկ են։
Եվ ընդհանուր այստեղ նաև վտանգավոր մի հատված կա, որ խնդիր է դրել իր առաջ տարբեր միջոցների կիրառմամբ, փորձված միջոցների Հայաստանի Հանրապետությունում, այդ միջոցների կիրառմամբ անցողիկ շեմն անցնելու, վարչական ռեսուրսի չարաշահմամբ, այդ թվում նաև իշխանությունը եւ ոչ միայն իշխանությունը, թաղային հեղինակությունների ներգրավմամբ, իսկ Աստված մի արասցե, եթե թաղային հեղինակությունների ներգրավմամբ զբաղվի որևէ արևմտամետ ուժ, ես ստիպված կլինեմ նրանց կոչելու եվրոթալիբներ Հայաստանի Հանրապետությունում։ Գիտեք, շատ շերտերը շատ խորն են եւ իրականում 2026 թվականի ընտրություններից հետո ես իզուր չի որ ասում եմ, շատ քաղաքական ուժեր եւ շատ քաղաքական գործիչներ ստիպված են լինելու գնալ թոշակի։ Կամ համառություն են դրսևորելու եւ ուղղակի սեփական միջոցները բիզնես գործունեությունից ստացված եկամուտներն ու միջոցները ծառայեցնել կուսակցություն պահելու վրա։ Զուտ սիմվոլիկ իբրև բնույթ կրող։ Սա է։ Ես որևէ պարագայում չեմ պատրաստվում մասնակցել ընտրությունների, որտեղ շանսերը քիչ են։ Որտեղ առնվազն ես իբրև Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ այս ամեն ինչին նայում։ Ես չեմ նայում իբրև քաղաքականությամբ զբաղվող կամ քաղաքականության մեջ գտնվող մարդ։ Ես շարքային քաղաքացիների աչքերով եմ այս ամեն ինչի մեջ նայում։ Եվ այն շրջանակը, որը իմ աչքերում իբրև Հայաստանի Հանրապետության քաղաքացի հավատ եւ հույս չի արտնասնի, ես այդ օրակարգի տակ չեմ ստորագրի ուղակի եւ մասնակիցը չեմ դառնա դրա։ Ներկա փուլում ցավոք սրտի իհարկե կան խմորումներ։ Ես ինքս էլ նաև այդ խմորումների մաս եմ կազմում։ Այդ թվում նաև Հանուն Հանրապետություն կուսակցության հետ ձեր նախորդ հարցինի պատասխան այս շփումները, հաճախակի շփումները եւ հանդիպումները հենց դրա մասին են, որ փորձ են կատարում քաղաքական դաշտի առողջ շրջանակներին, անհատներին, վերլուծաբաններին, քաղաքական ուժերին ինչու ոչ, համախմբել հանուն Հայաստանի Հանրապետության գաղափարի շուրջ եւ հանուն Հայաստանի Հանրապետության խորհրդարանում ընդդիմափոխության գաղափարի շուրջ, առաջին հերթին, որովհետև տեսեք, գուցե ես մասնակիցը լինեմ այդ process-ների, ես չեմ գալու այստեղ ձեր տաղավար եւ ասեմ տվեք ինձ իշխանություն, որովհետև ի տարբերություն շատ քաղաքական գործիչների ես լուսնի վրա չեմ ապրում։ Ես իրականությանը բաց աչքերով եմ նայում եւ ռեալ եմ փորձում իրավիճակը գնահատել։ Հայաստանի Հանրապետությունում իշխանություն որևէ քաղաքական ուժ միանձնյա վերցնելու հնարավորություն, այդ թվում նաև քաղաքացիական պայմանագիրը կարծում եմ չունի եւ այդքան միանշանակ որևէ մեկը չի կարող պատասխանել։ Ուստի պլան մինիմումը պետք է լինի ընդդիմափոխությունը Հայաստանի Հանրապետության խորհրդարանում, որպեսզի երբ որ քննարկվում է հապկ մեխանիզմների աշխատեցման հարցը կամ առհասարակ հապկի վերաբերյալ հարց, այդտեղ լինի մի ընդդիմություն, որ կանգնի ու Հայաստանի Հանրապետության կառավարությանը, կլինի կոալիցիոն թե ոչ կոալիցիոն միանձնյա, պարտադրի, պահանջի, հասարակական կոնսոլիդացիա ապահովի հապկից դուրս գալու հարցի շուրջ։ Որպեսզի երբ որ ազգային ժողովում քննարկվում է ապօրինի թմրաշրջանառության հարցը, քաղաքացիական պայմանագիրը չկանգնի ու ասի, այ ձեր հանրահավաքների ժամանակ չէր, պալատկեքի տակ, վրանների տակ մարդիկ գերդոզավորումից որ մահանում էին։ Կամ երբ որ կոռուպցիայի մասին հարց հնչի, մեր շարքերում չլինի առնվազն մի Սեյրան Օհանյան, որին մատնացույց կանեն ու կասեն կոռուպցիայի մարմնավորում է, էլի։ Տիպիկ կոռուպցիա եւ Սեյրան Օհանյան մեկը մյուսի հետ հոմանիշներ են։ Եվ այսպես շարունակ։ Սա ձեր կատալիս օրվա իշխանությանը, կարծում եմ քաղաքական նկատառումներից եւ կոնյունկտուրայից ելնելով իհարկե ոչ ձեռ չի տալիս։ Իհարկե ձեռ չի տալիս։ Օրվա իշխանությանը ձեռք է տալիս Ռոբերտ Քոչարյանի նման խոցելի ընդդիմություն ունենա, օրվա իշխանությանը ձեռք է տալիս խամաճիկ Ռուսաստանի Դաշնությունից ինչ որ գործիչներ լինեն խորհրդարանում, որպեսզի անընդհատ նրանց հաշվին հանրային քաղաքական դաշտում դիվիդենդներ հավաքի եւ դիմադրողականությունը իր գնալով բարձրացնի նրանց հաշվին։ Հիմա սա եթե ես գիտակցում եմ, եթե սա չեն գիտակցում առողջ քաղաքական ուժերն ու անհատները, ժողովուրդն իրենց դատավոր։ Ժողովուրդն իրենց դատավոր։ Այստեղ չեմ ասում Աստված իրենց դատավոր, որովհետեւ Աստծուն պետք չի ես գործերի մեջ խառնել, ասում եմ ժողովուրդն իրենց դատավոր։
ժողովուրդը գնալու է հունիսին ընտրի ու իրենց քաղաքական լուսանցքում թողնի։ Իրենցից շատերին քաղաքական թոշակառուի կոստյումը հագցնի ու ասի գնա տուն, եղբայր։ Որովհետև դու ական ես քաղաքական դաշտը առողջացնելու ճանապարհին։ Հակառակ պարագայում պետքա դրվի մի կողմ բոլոր տեսակի տարաձայնությունները։ Շատերն ասում են պետք է անցնենք խորհրդարան, հետո համագործակցենք։ Ես էլ ասում եմ անցեք խորհրդարան, հետո բաժանվեք ու մի համագործակցեք։ Իհարկե կարմիր գծեր պահելով։ Հուշագիր ստորագրեք կոնկրետ կետերից, որ չեք տորպեդահարելու խաղաղության գործընթացը։ Հայաստան Միացյալ Նահանգներ հարաբերությունները ել ավելի պետքա խորանան եւ այն համատեքստում պիտի լինի, որը որ այս պահին է։ Հայաստան Եվրամիություն հարաբերությունները պետքա խորացվի եւ Հայաստանի Հանրապետությունում որևէ պարագայում ձեր ֆրակցիաներից որևէ մեկը պետքա չընտրի Քոչարյանասերժական այդ պրոռուսական ինչ-որ շրջանակից վարչապետի տեխնացուի։ Հուշագիր ստորագրեք, դրանից զատ, դրանից դուրս ամեն մեկը անհատականություն է, թող խորհրդարանում կայանա։ Գուցե հենց այդ խորհրդարանից եւ հենց այդ անհատներից ծնվի Հայաստանի Հանրապետության 2031 թվականի ավելի առողջ ընդդիմությունը եւ ավելի առողջ իշխանությունը։ Որևէ մեկ այս հարցի շուրջ մտածել է։ Քաղաքացիական պայմանագիրը եւ Նիկոլ Փաշինյանն առավել եւս հավերժ չեն, չէ՞։ Եվ Նիկոլ Փաշինյանը այնպես չի, որ հեշտությամբ 4-րդ կառավարման ժամկետի է գնալու։ Բայց դրա մասին չեք մտածում։ Բայց պարապետի հայտնի կոչը եւ հորդորը դեր ձեր ականջներում չի զնգում, որ մտածեք այս երկրի մասին։ Բայց ինչի՞ չեք մտածում։ Այդպես եք կամ մտածում, կեղծ ասա։ Սա շինծույ է, սա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերի մասին չի եւ Հայաստանի Հանրապետության շահերի մասին չի։ Տեսեք խորհրդարանում որոշումներ ա կայացվում, քննարկումներ ա գնում, քանիսի վրա օրվա արտախորհրդարանական ընդդիմությունը ունի այսպես ազդեցություն։ Քանիսի վրա այդպիսի որոշումների, քանի օրակարգի մեջ է մասնակից։ Ոչ մի։ Բացառությամբ, ինչպես դուք նշեցիք, Եվրաքվեն։ Բացառությամբ Եվրաքվեն, որտեղ մի դեպք է եղել, երբ որ միասնականության նշույլ է եղել եւ փորձ է եղել միասնական ճակատով հանդես գալու եւ այդ մի պարագայում հաջողություն է գրանցվել։ Իշխանությունն անգամ տուրք տվել այդ քաղաքացիական նախաձեռնությանը եւ այդ համախմբի կողմից ներկայացված նախաձեռնությանը։ Մնացած բոլոր դեպքերում ինձ նման կարող են գալ ձեր տաղավար, խոսել, վերամբարձ մտքեր արտահայտել, գնալ փակվել իրենց կուսակցական գրասենյակներում ու իրենց շուրջ ոչինչ չտեսնել։ Որևէ որոշման վրա ազդեցություն չունենալ։ Այ երբ որ օրվա իշխանությունն էլ ստորագրի Միացյալ Նահանգների հետ հայտնի համաձայնագրերը եւ ձեռքբերումները թևի տակ Արարատ Միրզոյան, Նիկոլ Փաշինյան զույգը գա Հայաստանի Հանրապետություն, նրանցից շատերն էլ ասեն, բա մենք ձեզ ասում էինք։ Բա մենք չէինք ասում, բա մենք գիտեինք։ Դուք ոչ մի բան էլ չգիտեիք։ Դուք ոչ մի որոշման վրա էլ ազդեցություն չունեք, եթե գործոն չեք, եթե խորհրդարանում չեք, եթե պետական կառավարմանը մասնակից չեք, կլինեք իշխանություն թե ընդդիմություն։ Երկուսն էլ մասնակից են պետական կառավարմանը։ Առանձին դեպքերում ընդդիմությունն ավելի շատ։ Եվ շատ բաներ կախված է ընդդիմությունից, առողջ ընդդիմությունից։ Եթե դուք այդ վակուումը չեք ուզում լցնել, եթե դուք այդ շրջանակներին պրոռուսական, քոչարյանասերժական, որոնցից շատերին էլ դեռ ինստիտուտ եք համարում, չեք ուզում դուրս թողնել քաղաքական պրոցեսներից ու ժողովրդի ձայնն ու խոսքը հնչեցնեք խորհրդարանում, կամ դուք պրոյեկտ եք, կամ դուք ական եք քաղաքական դաշտում, կամ դուք ուղղակի քաղաքականությունից բան չեք հասկանում։ Վերջինը շատ ավելի հավանական է, որովհետև կուսակցություններ կան տասնամյակների պատմություն ունեն։ Տասնամյակների պատմություն ունեն։ Բայց էլի երբ որ գալիս են կադրային բանկին, այլ կադրային բանկն էլ մի կողմ դրած։ Մի հատ հարցրեք, քանի մարզում կուսակցական գրասենյակ ունեք եւ կուսակցական ակտիվ ունեք նրանցից շատերին։ Կուսակցություններ կան, որ տասնամյակների կուսակցություն են մարզերում։ Երևանում գրասենյակ չունեն։ 5-ից 6 համակիր չունեն։ Երևանում գրասենյակ չունեն։ Երևանում գրասենյակ չունեն։
Բարձ է, բան Մկրտչյան, այս վերջին ամիսներուն դեղի ունեցած ներ քաղաքական խմորումներում մեջ առանցքային է ուզենք կամ ոչ Սամվել Ղարաբեդյանի եւ իր քաղաքական ուժի այսպես հանգարց բարձրանալ։ Այսօր եթե անգերձ լանք ինտիմության շարքերում մեջ մարդիկ անհանգիստ են, որովհետեւ ինչպես հաշվեն, ինչպես այսպես ասեմ քարերը թափեն եւ ժողովեն իրենց կբարձվի թե երկրորդ ուժը խորհրդարանի մեջ ենթադրյալ այս գարձեմ գոչեցին ուժեղ Հայաստանն է սա ինչ մեր ժողովուրդը ըստ երևույթին իսկ ներողություն ուժեղ Հայաստանը առհասարակ հիմա ես մեկ այլ հարց բարձրացնեմ ուժեղ Հայաստանը առհասարակ իրավունք ունի ընտրություններին գրանցվելու եւ մասնակցելու Ճիշտ այդ հարցը ես հարց եմ բարձրացնում եւ այս հարցը իբր պահանջ եմ ձևակերպում եւ դնում օրվա իշխանությունների եւ իրավապահ մարմինների առաջ կներեք նրանցից շատերը ծոցագրպանում 2-3 առանձին դեպքերում 4 անձնագիր ունեն Կիպրոս Ռուսաստան Հայաստան դեռ մեր կիցածները այդ դեռ մենք գիտենք հա այդ որ բանով լոգիկայով կասենք արդյոք ներքին ինչ որ համացայնություն կա Մոսկվա Փաշինյան վերջին այցելությունները գիտեք դավադրությունների տեսության մեջ չեմ սիրում մտնել բայց կյանքի իրավունք ունի որովհետև Ռոբերտ Քոչարյան Սերժ Սարգսյան զույգը սպառել էր իրեն որպես ընդդիմություն եւ ալբալիկ չունի իշխանության ոչ իշխանության ոչ ժողովրդին ոչ էլ հասարակության ընդդիմադիր կեցվածք ունեցող զանգվածին այլևս կերակրելու բան չունի այդ զույգը եւ գուցե լուր կոնսենսուսով լուր կրկնում եմ կոնսենսուսով այլ ոչ թե Փաշինյան-Պուտին պայմանավորվածության արդյունքում Սամվել Կարապետյան նոր դերակատար են բերել Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտ կրկնում ու ընդգծում եմ դերակատար են բերել ստացվի Առայժմ ստացվում է, առայժմ այդ քննարկումները ծավալվում է, որվա իշխանությունն էլ ես ինչու եմ ասում դերակատար եւ լուր կոնսենսուս ու լուր համաձայնություն, որովհետեւ գիտեք Հայաստանի Հանրապետությունում միայն Սամվել Կարապետյանի Եգյանը չի որ քաղաքական մտքեր արտահայտում էլի ու ամենափայլուն մտքերն էլ առավել եւս Սամվել Կարապետյանի Եգյանին չեն պատկանում Քանի դրվագով ես քննադատեցի օրվա իշխանությանը արդարություն արդարադատություն հաստատելու մասով արտաքին քաղաքականության մեջ ավելի հաստատուն դեպի հավաքական արևմուտք քայլեր չանելու մասով Հայաստանի Հանրապետության ներսում այս բաշի բոզուկների հետ մրցավազքի մեջ մտնելու հարցով Գյումրի երկուսը շատ է չէ քննարկում Գյումրիում ինչ տեղի ունեցավ չենք ուզում վերլուծել Գյումրիում Փաշինյանը գնաց կանգնեց ու հայտարարեց որ Ուզուրպատորները, գողերը, հանցագործները հերթական անգամ ուզում են գան իշխանության եւ Գյումրիում փորձում են այդպես անել։ Շիրակի մարզպետն էլ ասեց քաղաքական հայտարարություններ Երևանից մի արեք Գյումրու վերաբերյալ։ Պրոցեսը քաղաքական չէր։ Մրցավազքեր գողերի հետ, հանցագործների հետ, ուզուրպատորների հետ, թաղային տասովչիկների հետ։ Այդ տասովկի դաշտում Հազար ներողություն ես լեքսիկոնը ձեր տաղավար բերելու համար։ Այդ տասովչիկների կառավարման մրցավազքում քաղաքացիական պայմանագիրը տանուլ է տալու, որովհետև փորձ առնվազն չունի։ Էլ չեմ ասում, որ փորձած կարող է չլինեն։ Նրանք 30 տարի այդ թաղային տասովչիկների միջոցով վերարտադրվել են։ Ինչպես կարելի է այդ թաղային տասովչիկների ու այդ շրջանակի հետ մտնել մրցավազքի մեջ։ Գյումրիում մտան մրցավազքի մեջ։ Արդյունքը եղավ Կաշառակեր Վարդանիկի ընտրությունը քաղաքապետի պաշտոնում։ Հիմա համապետական մասշտաբում անույնը փորձ արվում անել։ Ես կարծում եմ քաղաքական դաշտում հատկապես այս պրո-ռուսական շրջանակներից առնվազն 1-2 քաղաքական ուժ եւ միավոր օրենքի ուժով պետքա դուրս տրվի քաղաքական process-ներից։ Այնպես ինչպես դուրս տրվեց քաղաքական process-ներից Մոլդովայում։ Պրոդուսական հետագիծի մասին գլսենք, այնպես ինչպես բարեկամ Ֆրանսիան Փարիզի քաղաքապետ Մարի Լպենին դուրս տվեց քաղաքական process-ներից։ Մեր իշխանությունը ունի այդ քաղաքական կամքը։ Քաղաքական կամքը ես կարծում եմ բխում է քաղաքական նպատակահարմարությունից։ Կլինի քաղաքական նպատակահարմարություն, կլինի քաղաքական կամք։ Չկա քաղաքական նպատակահարմարություն, հարմար են, հաղթում են, թույլ է տալիս հնարավորությունները սրանց հաղթել բոլորին,
կգնա ու կհաղթի ու կինքնահաստատվի այդ շրջանակի վրա, այդ մարիոնետական ընդդիմության վրա։ Որ պահին, երբ որ իրավիճակը վերահսկողությունից դուրս եկավ, քաղաքական նպատակահարմարությունը քաղաքական կամք կարթնացնի ու սկսի զբաղվել այս շրջանակներով թե իրավապահ համակարգը, թե նաև պետական ողջ ապարատը։ Այսինքն առայժմ ձեռք է տալիս այս կոնյունկտուրան բոլորին ու ցավոք սրտի նաև առողջ քաղաքական ուժերի մի ստվարզանգված լուռա առանձին ինչ որ խմբակներ ու ճակատներ են ձևավորում քավլիցի թող ձևավորեն, թող գնան, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրենց դատավոր քաղաքացու հիշողության հետ դա հրեղեն շապիկ է այդ հիշողությունը։ Այ երբ որ բախվեն այդ հիշողությանը քաղաքացու եւ քաղաքացու վերլուծական մտքին, իրանք կհայտնվեն քաղաքական թոշակառուի կարգավիճակում։ Իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իմաստուն է հավաքական առումով եւ չի սխալվում։ Գիտեք, մենք ձեր հետ մեր դաղավարում այնպիսի հրապորփ ելույթներու ագանադես դարձած ենք, մանավանդ եկեղեցու օրագարկով, այսօր գարձեք վերադասավորում կա այդ օրագարկի մեջ եւ ինչ որտեղ գարձեք իշխանությունը գուզե այդ օրագարկին վերադառնալ միայն ընդրություններն յետք։ Այս դպավորությունը ունի առնվազն ինչքանով գահամբատասխան է իրականության իմ դիտարկումս, մանավանդ որ նկատեցինք, որ այդ եպիսկոպոսներու խումբը, որ վարչապետի շուրջ բարեգարկման օրագարկով հանդես եկավ, ընդհանրապես անդամալուծված է այսօր իրականության մեջ։ Եվ անտին կլսենք, որ կաթողիկոսը մոդեն կհետաքրքրվի մերձավոր արևելքի, Իրանի հայության իրավիճակներով, այսինքն դակավին այդ օրագարկը գա։ Ինչպես կպատկերացնեք։ Երբ որ Հայաստանի Հանրապետության վարչապետի մակարդակով հայտարարվում է, որ Կտրիչ Ներսիսյանը զեկուցում է օտարերկրյա հատուկ ծառայությունների լեյտենանտներին, ավագ լեյտենանտներին կամ չգիտեմ ու դրանից չի բխում իրավական հետևանք, կասկածի տեղ է առաջացնում եւ մտահոգություն։ Հակառակ շատ լուրջ մեղադրանք է վարչապետի շուրթերով այդպիսի մեղադրանք հնչեցնես եւ վարչապետին առընթեր մարմինները առնվազն չգործեն։ Ազգային անվտանգության ծառայություն, իրավապահ մյուս մարմիններ կաթողիկոսին ցերպակալեն։ Լսեք, Տիտղոսը իր կաթողիկոս է, աշխարհի կանոնը Կտրիչ է, հոգևոր անունը Գարեգին է, թե ինչ է։ Դա որևէ պարագայում որևէ մեկին եթե այդպիսի մեղադրանք կա եւ հիմնավոր մեղադրանք եթե այդպիսի կա ու դա հաստատվում է, որևէ մեկին պատասխանատվությունից չի ազատում։ Իրավական հետևանքներ պետք է լինեն։ Այո, եթե հաստատվում է, որ ինքը զեկուցում է օտարերկրյա հատուկ ծառայությունների լեյտենանտին, ավագ լեյտենանտին, այո, պետք է ձերբակալեն։ Բայց այդ կրնա նաև քաղաքական հետևանքներ ունենալ, դեսակ մենք որ քաղաքական ուժն է իր ուսերին է տենց մեծ պատասխանատվություն վերցնում, օտարերկրյա հատուկ ծառայություններին զեկուցողի եւ համագործակցողի պաշտպանությամբ զբաղվելու։ Կան մարդիկ, որ Ռուսաստանի մեջ փրկություն կտեսնեն։ Ուրեմն, լսեք, եթե մարդիկ կան, որ արդարացնում են հատուկ ծառայությունների, օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցելը, ուրեմն այդ մարդիկ էլ պետք է ձերբակալվեն։ Ուրեմն իրենք էլ են համագործակցում, առնվազն կասկած կա, որ համագործակցում են։ Կամ կառավարվում են հենց այդ կենտրոնից։ Իբրև աջակցություն իրենց հավատարիմ ագենտի ճակերտավոր եւ ենթադրյալ։ Բայց ինչ սցենարում է այս process-ը հայ առաքելական եկեղեցին առողջացնելու մասին է։ Եվ որևէ պարագայում որևէ քաղաքական ուժի կողմից քաղաքական նպատակների համար պիտի չծառայեցվի։ Ես ինչու եմ ասում 1999 թվականի հոկտեմբերի 27 պետք է հետ գնանք։ Մարդիկ կան ասում են ինչի եք այդքան հետ գնում, որ ձեզ հարմար չլինի պարոնայք։
Այդքան հետ ենք գնում միջև 99 թվականի հոկտեմբերի 27, որ մայրաթոռում ընտրում էի Կտրիչ Ներսիսյանին, որ ձեզ հարմար չլինի, ու դուք այդ հարցերին պատասխանեք ի վերջո։ Այդ ում միջամտությամբ, ում օգնությամբ եւ ում աջակցությամբ Կտրիչին ընտրեցիք ամենայն հայոց կաթողիկոս։ Հարցերի հարցն է։ Պետք է այդքան հետ գնալ։ Ու եկեղեցին պետք է առողջացնել, հայ առաքելական եկեղեցին պետք է առողջացնել, քաղաքական բոլոր ականջներն ու ձեռքերը եկեղեցուց հետ պահել ու կտրել, եթե պետք է։ Բայց միշտ միջամտություններ չեն եղած մեր եկեղեցու սպասավորները։ Դե հիմա պիտի չլինի։ Այո, եղել են։ Այո, եղել է, միշտ էլ եղել է։ Եվ կուլմինացիան, այդ միջամտության կուլմինացիան եղել է 1999 թվականին։ Ամենաբիրտ միջամտությունը եղել է 1999 թվականին։ Դրա մասին բազմաթիվ հրապարակումներ կան։ Նաև Գարեգին առաջին կաթողիկոսի Անտոնիասեն ինչ պայմաններով ով գիտե։ Այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը 99 թվականին էլ ըստ օդում կախված լուրերի Վազգեն Սարգսյանը լուսահոգի։ Հիմա այդ հարցին պիտի պատասխանենք, թե չէ։ Պիտի հետ գնանք, պիտի այդ թնջուկը բացահայտենք, թե ոչ, որովհետև որտեղից Կտրիչ Ներսիսյանը հոթից չեկավ ընկավ մեր գլխին։ Բայց Արարատյան թեմի առաջնորդը չէր։ Հետո ինչ։ Հետո ինչ որ Արարատյան թեմի առաջնորդներ։ Կուսակրոնության ուխտը խախտած չէր։ Չգիտեին դրա մասին։ Հնարավորությունների ու կարողությունների մասին էլ չգիտեին 99 թվականին նրան ընտրողները։ Իր համագիրներեն շատեր գսեն ադի էական օրագարկը չէ, ինչ որ դուք կմեղադրեք կամ ուրիշներ։ Քաղաքականության մեջ էական է այնքանով, որքանով Կտրիչ Ներսիսյանը քաղաքականացված է, քաղաքականությունից դուրս էական է այնքանով, որ Կտրիչ Ներսիսյանը հոգևոր կյանքի հետ կապ չունի։ Երկու դեպքում էլ էական է եւ երկու դեպքում էլ առանցքային է, երկու դեպքում էլ կարեւոր է։ Մի դեպքում Կտրիչ Ներսիսյանը այո քաղաքականացված է եւ նրա քաղաքական ականջները պետքա կտրվի, սա քաղաքական հայտարարություն է, հատուկ ընդգծում եմ դատի տվողների համար։ Եվ հաջորդը հոգևոր կյանքում Կտրիչ Ներսիսյանը հոգևորի հետ կապ Մոսկվայում Դու թքած ունեմ Մոսկվայում կնեղանան, կլենանան, հետո էլի կնեղանան, իրաց պրոբլեմն է, ինչի հայ առաքելական եկեղեցին բանն է, Մոսկվայի կցորդն է, արդեն մենք այդպես ենք ընդունում։ Ձեզ ինչի է հուզում Մոսկվայում կնեղանան, թե չեն նեղանա։ Ջհանդամը նեղանան։ Իբրև դաշնագից եղբայր Հայաստանի, Ռուսաստանը։ Ինչ կապ ունի Ռուսաստանը մեր հայ առաքելական եկեղեցու հետ։ Հա հասկացանք, որ Կտրիչ Ներսիսյանի կարոծ ածկանունով եղբայր Եզրասը թեմին կցել է ռուսական այդ ուղղափառ եկեղեցու բանը Մագդիրը։ Էդո չի նշանակում, որ հայ առաքելական եկեղեցին դարձավ ուղղափառ, դեռ մի բան էլ Պուտինի կուրացիայի տակ գտնվող կառույց, կամ Պուտինին ենթակա FSB-ի կուրացիայի տակ գտնվող կառույց։ Ո՞վ այդպիսի բան ասել։ Դա մեր ներքին հարցն է եւ համայն հայության հարցն է։ Ամենայն հայոց կաթողիկոսի հարցը եւ թափուր պաշտոնը, որ կա եւ գոյություն ունի այս պահին, դա մեր ժողովրդի հարցն է։ Իսկ այդ պաշտոնը թափուր է։ Մի պարզ պատճառով, որովհետև պաշտոնի այդ գահը զբաղեցնող անձնավորությունը չի համապատասխանում որևէ ստանդարտով կաթողիկոսի ստանդարտներին։ Կուսակրոնության ուխտն է խախտել, քաղաքականությամբ է զբաղվում, ինքնակոչ եւ ինքն իր վրա ավելի քան վերցրած հայտարարություններ եւ որոշումներ ընդունում հոգևոր դասին, առողջ հոգևոր դասին լուսանցքում է թողնում եւ իզոլացնում։ Էլ չեմ ասում, որ Հայաստանի Հանրապետության ներսում մարդիկ սկսել են հոգևորականի ինստիտուտին այլ աչքով նայել։ Ու դա այնպես չի, որ այդ տաբուն կոտրվեց, Գարեգին Բեին սկսեցին կանվանել Կտրիչ Ներսիսյան, դրանից հետո սկսվեց։ Միշտ է եղել։ 99 թվականի հոկտեմբերի 27-ից հետո հայ առաքելական եկեղեցու հեղինակությունը մեր ժողովրդի մեջ ոչ թե ինստիտուտի, հոգևորականների հեղինակությունը մեր ժողովրդի մեջ գնալով ավելի ստվերվում էր։ Եվ վատ քողի տակ էր մարդկանց մոտ նայվում։ Ինչու՞։ Որովհետև ձուկը գլխից է հոտած, ժողովրդական խոսք կա։ Ձուկը գլխից է հոտած։ Դա պետք է լուծվի։ Երկու պարագայում էլ ես կարծում եմ
Եվ պետք է ասեմ նաև հոգևորականների այն շրջանակը, որ միացել է վարչապետ Փաշինյանին, այնպես չի, որ միանշանակ են այս ամեն ինչին վերաբերվում, ժամկետների եւ տեմպերի մասով իրենք էլ ունեն մտահոգություններ։ Եվ իրենք էլ առնվազն իրենց ներքին քննարկումներում համաձայն չեն ժամկետների եւ տեմպերի մասով Փաշինյանի հետ։ Այս հարցը հրատապ լուծում է պահանջում։ Այս առումով եպիսկոպոսաց ժողովը հաղթանակը համարվեցավ կաթողիկոսի շուրջ։ Իսկ տեղի ունեցավ այդ ժողովը։ Գնացին 25 եպիսկոպոս, 55-ի վրա 25։ 25 եպիսկոպոս գնացին, Պոլսո պատրիարքի հայտնի նկատառումները չսղագրեցին, հետո հրապարակվեցավ, հետո հրապարակվեց արդեն պատրիարքարանի կողմից, կտրիչ ներսիսյանական գործելավոճով հերթական ժողովը տեղի ունեցավ։ Եվ այլևս դժվար թե հոգևոր խորհրդի նիստին պատրիարքը ներկայանա, իմ համեստ կարծիքովս։ Անկեղծ ասած, Կտրիչ Ներսիսյանի որոշումները հայ առաքելական եկեղեցում լեգիտիմ չեն եւ կատարման ենթակա չեն, կամ եթե կատարվում են։ Բայց այսօր թիմացը մենք չի տեսանք ոչ մեկ շարժում, մանավանդ իշխանության կողմը, կարծեք այսպես բարձի տողի վիճակ մնե։ Վարչապետն ալ գրնա ասել, որ ես ցեզի դվի միապաններ այս խնդիրը, դուք բարին վարչապետը միապանների հետ միասին ինքն էլ մասնակիցն է այդ process-ի, ինքն էլ նրանցից մեկն է, ինքն էլ դրել է ստորագրությունը եւ իր ստորագրությունը կարծես թե հավասար է այդ հաղորդակցությունը։ Ու այս process-ը ուղղակի առժամանակ արկախված է։ Էլի քաղաքական նպատակահարմարությունը այստեղ կարող է գալ առաջ, կոմֆորտի խնդիր կա։ Հա, քաղաքական նպատակահարմարությունը կարող է գալ առաջ, այլ հանգամանքներ Երևան կարող են գալ եւ process-ը արագացնել, եւ ի վերջո մի բացառեք նաեւ 2026-ի ընտրություններից առաջ ինչ որ բլիցկրիգային զարգացումները եկեղեցու որոշ սպասավորների շուրջ։ Սա էլ կարող է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով ծառայեցվի քաղաքական շահերին։ Այստեղ ես խնդիր ունեմ։ Այստեղ է, որ ասում եմ, եկեղեցու առողջացման հարցը որևէ քաղաքական ուժի մենաշնորհը չի լինելու, որևէ քաղաքական ուժ այդտեղ դիվիդենդ պիտի չհավաքի։ Մենք այդ հարցում, եթե տեսակետ ենք արտահայտում, դա պետքա լինի իբրև առաքելական եկեղեցու հետևորդ։ Առաջին հերթին։ Այն քաղաքականացված տերտերներին կարելի է քաղաքականության մեջ գրված ու չգրված կանոններով պատասխանել։ Վերջին հարցս, պարոն Մկրտչյան, ինչքան գիտեմ, ձեր հերավոր արմատները Իրանից են։ Գեհդեվիկ անշուշտ վստահ եմ այս զարգացումներուն ինչ են ձեր մտավախությունները Հայաստանի թիրքերը ինչքանով վտանգված են, մենք ինչ պետք է անենք, որ չեն գներ իշխանություններուն այսպես пассив վերաբերմունք այս խնդիրներուն, մանավանդ որ ունին քաղուտ եւ Իրանում, եւ Արաբական Բարսից ծոցում, եւ Լիբանանում, եւ Սիրիայում դիվանագիտական ճակատում պետքա սահմանափակվենք բացառապես կոչերով ու հորդորներով վերադառնալու դիվանագիտությանը եւ ամեն ինչ անելու, որպեսզի խաղաղ բնակիչներ չզոհվեն։ Եվ մեր հայտարարությունները միայն մարդասիրական հիմունքներով պետք է լինեն եւ մարդասիրության մասին պետք է լինեն։ Հայաստանի Հանրապետությունը բարեբախտաբար թե դժբախտաբար չի կարող միջամտել Միացյալ Նահանգներ, Իսրայել, Իրան հակամարտությանը եւ այդտեղ կարծիք առնվազն արտահայտել ընդգծված կողմերից որևէ մեկի կողմը, որովհետեւ Իրանի Իսլամական Հանրապետությունը մեր հարևան պետությունն է։ Այո, շատ ցանկալի է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում կարգերը փոխվեն եւ Իրանը ավելի բաց հասարակություն դառնա աշխարհի համար, ավելի ժողովրդավար, ավելի մարդակենտրոն։ Սա ցանկությունների դաշտում է, բայց ռեալ քաղաքականության մեջ մենք պետքա զգուշավոր լինենք, որովհետեւ առաջին օրերի հարվածները ցույց են տալիս, որ այդ շարավիղը եւ աշխարհագրությունը ռազմական գործողությունների գնալով մեծանում է եւ կարող են թուփ վերահսկողությունից եւ կառավարելիությունից դուրս գալ, ամբողջ մերձավոր արևելքը ներքաշելով դրա մեջ։ Մեր այնտեղ տեղավորված ապրող հայրենակիցներին պետքա ապավեն լինենք եւ ոչ միայն հայրենակիցներին, նաեւ երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության դռները պետքա բաց լինեն, եթե ցանկություն ունեն տարհանվելու։ Եվ իհարկե լրջագույնս պետքա քննարկվի Իրանից սպասվելիք եւ հնարավոր
փախստականների հոսքը կառավարելի դարձնելու հարցը։ Սրանք են ամենակարևոր առանցքային հարցերն են, հումանիտար հարցերն են, որ պետք է մեր ներսում քննարկումներ ունենանք եւ պատասխաններ ստանանք եւ այդ համատեքստում ընդհանուր պետք է նաեւ երրորդ երկրների ներգրավենք եւ նրանց հնարավորությունները եւս քննարկենք այդ հարցերի սպասարկման հարցում, որովհետև մի իրավիճակ, երբ որ ունենանք օրինակ մի պատկեր, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից 100,000-ավոր փախստականներ մուտք գործեն Հայաստան, սա խնդիր կարող է առաջացնել եւ այս խնդրին հարց է, մենք պատրաստ ենք, թե պատրաստ չենք ու այդ հարցի համատեքստում մենք պետքա պատրաստվենք դրան, որովհետև որևէ մեկը չի կարող որևէ բան բացառել։ Ռմբակոծվում են քաղաքներ, տուժում են դրանից խաղաղ բնակիչներ, մերձավոր արևելյան երկրները փակ են Իրանի համար, Իրանի քաղաքացիների համար ելքի որպես միջոց շատ քիչ քանակությամբ երկրներ են դիտարկվում Հայաստան, Ադրբեջան, Թուրքիան մասամբ բացառապես քաղաքացիների իրենց այս համատեքստում մեր անելիքը այստեղ է ընդդիմությանը լսենք զորք կհավաքենք գնանք Իրան պաշտպանենք Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ այլն սա ցնդաբանություն է մենք այդտեղ անելիք չունենք կողմերին ուղղակի պետք է հորդորել որ որևէ պարագայում բնակչությունը խաղաղ բնակչությունը հումանիտար նկատառումներից ելնելով չտուժի ընդհանրապես սա իսկ իրադարձություններին պետք է հետևել, տեսնել թե ինչպես կզարգանա։ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը ակնհայտ է այն բլիցկրիգային ծրագիրը, որ իրենց առաջ խնդիր էին դրել իրականացնելու, դա մասամբ, եթե չասեմ ամբողջությամբ, մասամբ ձախողվել է։ Իմ ակնկալիքներն էլ ավելին էր, եթե անկեղծ, ես ինքս սպասում էի, որ պետք է Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարվածեն ի վերջո Իրանին, բայց ես ակնկալում էի, որ Իրանի Իսլամական Հանրապետության ներսում ուրիշ ռեակցիա ներքին ընդվզում կլիներ եւ ժողովուրդը ընդդեմ ռեժիմի, այաթոլաների ռեժիմի ոտքի կկանգներ ու կտապալեր այդ ռեժիմը։ Այս պահին առնվազն շատ փոքրիկ խմբեր են երևում եւ այդ համատեքստում Իրանի ժողովուրդը համախմբվել է ընդդեմ իրենց ընդհանուր թշնամուն դեմ Իսրայելի, ընդդեմ Միացյալ Նահանգների։ Նույնը բادرեցավ 12-օրյա պատերազմը։ Այսպիսի ռեժիմներով բարակային ըստ երևույթին ժողովուրդը ավելի։ Ես այդքան ռեժիմների հետ չէի կապվի, որքան հինավուրց ժողովուրդ լինելու հետ։ Հին ժողովուրդները ունեն այդպիսի որ մեր իմունիտետ ունեն այդպիսի իմունիտետ եւ հարկ եղած պարագայում նրանք միասնական ճակատով են պայքարում։ Այ օրինակ մենք իրանցիների պես հին ժողովուրդ ենք եւ Աստված մի արասցե որևէ արտաքին ագրեսիա մեր երկրի մեր ժողովրդի ուղղությամբ մենք միանգամից համախմբվում ենք։ Միանգամից եւ չենք նայում ով է իշխանության ղեկին, ով չի իշխանության։ Իհարկե 19-20 թվականներին փորձեցին անգամ այդ կարծրատիպը կոտրել։ Դա արեցին մի խումբ քաղաքական բաշիբոզուկներ։ Ժողովուրդը հավաքական առումով ընդդեմ արտաքին թշնամու էր համախմբվել։ Հիմա նույնը Իրանի պարագայում է եւ սա անկանխատեսելի հետևանքներ է իր մեջ պարունակում, ուստի Հայաստանի Հանրապետությունը պետք է չափավոր եւ զգուշավոր լինի այստեղ։ Տեսեք Ադրբեջանը Իրանի Իսլամական Հանրապետության հարևան պետություն է, իհարկե այնտեղ նաև շատ ադրբեջանցիներ կան, բայց Ադրբեջանի դիրքորոշումն էլ այստեղ հարևան պետության դիրքորոշումը Իրանի իրադարձություններին բացառապես հումանիտար հենքի վրա է։ Բացառապես իրենք ունեն դաշնակցային հարաբերություններ Իսրայելի հետ, հիմա արդեն Միացյալ Նահանգների հետ մեր նման, բայց որևէ պարագայում այդ կարմիր գիծը չեն հատում եւ ընդդեմ Իրանի հայտարարություններ չեն անում, ինչը նորմալ է։ Մենք էլ պետք է այդ քաղաքականությունը վարենք եւ փայփայենք մեր խաղաղությունը այս հրեղեն տարածաշրջանում, այս կրակով լցված տարածաշրջանում պետք է մեր փխրուն խաղաղությունը պահպանենք ու փայփայենք, որ մեր ժողովուրդը հնարավորություն ունենա գոնե այս խաղաղ պայմաններում ապրելու այս տարածաշրջանում։ Անկեղծ զրույցեր, անչափ շնորհակալ եմ Մագրջյան։ Հարգելի ագնտիրներ, հերթական անգամ Արթուր Մուրճյանը մեր հյուրն էր, անկեղծ զրույցեր, նաև խոսեցանք ներքաղաքական իրավիճակին ու
Հայաստանի շուրջ կատարվող բավական մտահոգիչ պատերազմին վերաբերյալ այս բոլորին համար օրտորս է որ միանակ մեր ալիքին տարածեք մեր տեսանյութերը այդպիսով խթանած գլակ հարկելի ագնտիրներ անգախ մամուլի մեր առաքելությունը բարի մնացես